Պանդանյան 3 ազգային ժողովում լրագրողները փորձեցին ակցիա իրականացնել, իրենց դժգոհությունը արտահայտել պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարկագծի վերաբերյալ, դրանից հետո տեսանք, թե ինչ եղավ, ինչպես ՊՊՑ աշխատողները հարձակվեցին լրագրողների վրա, պաստառը խլեցին քաշքշելով եւ զուգահեռներ անցկացվեց, այդ թվում նաեւ իմ կողմից տարիներ առաջ ազգային ժողովում նույն ակցիայի, երբ որ լրագրողներին ակցիա իրականացրեցին, որի մեջ դուք էիք եւ այդ ժամանակ ձեր հանդեպ ոչ բռնություն իրականացվեց, ոչ ձեր պաստառը խլեցին, ընդ որում տարբերությունը նաեւ նրանում է, որ դուք հենց նիստերի դալեջում եք իրականացնում, իսկ լրագրողները օթյակում, որը նախատեսված է այնտեղ իրենց գործունեությունը իրականացնելու համար։ Ես նախ ուզում եմ ասեմ, որ երեք երբ ավելի ուշ տեսա, թե ինչ է տեղի ունեցել օթյակում, ինձ համար դա տհաճ էր եւ ես ցավում եմ, որ նման դեպք է տեղի ունեցել։ Ես հասկանում եմ, որ պետական պահպանության ծառայությունը գործել է իր լիազորությունների շրջանակներում, հաշվի առնելով նաև, որ կառավարությունը ողջ կազմով ներկա էր նիստերի դահլիճում եւ ենթադրաբար վստահ եմ, որ գործել են կանոնակարգերի սահմաններում, որը կա, բայց այնուամենայնիվ ես կարծում եմ, որ ռեակցիան ավելին էր, քան պետք է լիներ, եւ եթե իմ կողմից ներողությունը իմ լրագրող գործընկերներին բավարար է այս իրավիճակը շտկելու համար, ես պատրաստ եմ ներողություն խնդրել ձեզնից այս իրավիճակի համար, եւ նաեւ գիտեք, որ ազգային ժողովի նախագահն է այսօր նաեւ անդրադարձել այս թեմային։ Ես կարծում եմ, որ որևէ արտառոց բան չկա, որ լրագրողները ակցիա են իրականացնում եւ որոշ հարցեր են բարձրաձայնում նմանքեր, այս անգամ ձեր գործապաշտպանելու տեսանկյունից 2013 թվականին էլ մենք փորձում ենք Հայաստանի անկախությունը եւ ինքնիշխանությունը պաշտպանել մեր գործողությամբ, նույնը լինեին, ինչպիսին իմն է կամ եւ նման այլ շատ բաներ կարող եմ ասել։ Ես կարծում եմ, որ ավտոմատ ընտրվել է, բայց ժողովրդավարական ես ազատ մասի չեմ խոսում, ես թույլտվությունների որակի մասին եմ խոսում ու այդ դրվագով միայն ժողովրդավարության մասին դատելը կարծում եմ ճիշտ չէ, բայց ինչ-որ տարիների ընթացքում լրագրողների նկատմամբ ձեր խմբակցության առանձին պատգամավորների կողմից եղել են հարձակումներ, թիրախավորումներ, հեռախոս խլելու փորձից մինչև վիրավորանքներ, այնքան հարձակումներ, այդ թվում եւ լրագրողների անձնական կյանքին վերաբերող երեխաներին, հիմա դուք ասում եք, որ ես կարծում եմ այնքան ազատ միջավայրում, որ ինչպիսին այսօր է երբևէ Հայաստանի լրագրողները չեն գործել։ Բայց երեկվա միջադեպը ցույց տվեց, որ այդքան էլ ես միջադեպի մասին արդեն խոսեցի եւ ասեցի, որ դա թավելը միջադեպ էր եւ որով հնարավոր չէ լրագրողները ինչ պետք է անեն կառավարության անդամներին, որոնք խոսքի ազատության, մամուլի ազատության կամ ընդհանրապես ժողովրդավարության մակարդակի մասին Հայաստանում, այնուամենայնիվ լրագրողները այսօր Հայաստանում վրայի երթի չեն ենթարկվում, այսօր լրագրող բանտարկյալներ չունենք, մենք Հայաստանի բանտերում եւ նաեւ այս ժամանակ լրատվական մթնոլորտը միջավայրը եւ այն ովքեր որ տիրապետում են լրատվամիջոցներին բոլորովին այլ են եւ այլ մարդիկ։ Չէ, դուք ձեր անունից խնդրում եմ, էլի, ասեք հիմա դուք ասում եք վրայի չէին ենթարկում ավելի ազատ եք։ Դուք հիշեք մի դրվագ, երբ որ ձեր գործունեությունը, օրինակ իմ գործունեությունը խոչընդոտվել է, ես դրա օրինակը կարող եմ բերել, անձամբ ես ներկայացրել եմ լրատվամիջոց, որի լսարանը շատ մեծ չի եղել եւ նոր լրատվամիջոց էր եւ մենք աշխատում էինք, փորձում էինք հնարավոր սահմաններում ազատ լրատվություն մատուցել, բայց նաև պիտի հաշվի առնենք, թե լրատվական դաշտի ինչ մոնոպոլիայի է ենթարկված այս ժամանակ եւ պիտի խոստովանեմ, որ այդ մոնոպոլիան հեղափոխությունից հետո այդքան էլ չփոխվեց, ուղղակի հիմա դիմադիր մոնոպոլիա կա լրատվական դաշտում։